Քաղցրաշենի Սելավն է հիդրոթերապևտաբանության կենտրոնի փոխտնօրենն ապշած է 20 տարի ոլորտում է Արարատի մարզում այսպիսի բան չի տեսել։ Գյուղ այսօր էլ դժվարությամբ ենք հասնում, բայց տեղացիները հեռուստաընկերության տարբերանշանը տեսնում են թե չէ, միանգամից առաջարկում են իրենց այգի կամ դաշտ գնալ, տեսնել ու նկարել։ Քաղցրաշենում ոչ քաղցր է մնացել, ոչ էլ կծու։ Հիմնական լրիվ իշկաչկա կշետավել է։ Գյուղաբնակները դեռևս չեն հաշվարկել ինչքան վնաս են կրել։ Սիրտ չկա, շատերի համար ապրուստի միակ միջոցն էր բոստանը։ Վնասը հիմնական մասնավոր մարդկանց հատես, մեկի հայատն ամտեղվի, մեկի այդ հատվածը, որ ասենք բնակելի է, բան։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ ժամին փոխանցում են, իրավիճակին ծանոթ են, արդեն աշխատանքային խմբեր են ստեղծել, վնասն են գնահատում, գյուղացուն մենակ չեն թողնի։ Նախարարության կողմից կմշակվի աջակցություն եւ արդեն մենք կհայտարարենք, թե ինչ ձևաչափով է դա լինելու։ Այս պահին չեմ կարող նշել, թե ինչ ձևաչափով կլինի գումարի փոխհատուցման, թե վարկերի որոշակի ժամանակահատվածով հետաձգման։ Պետք է տվյալները լինեն ամբողջական, որպեսզի կարողանանք դրա հիման վրա հասկանալ մեր հայրենակիցների կարիքներն ու ամփոփել արդյունքները։ Պետությունից այնուամենայնիվ մեծ սպասելիքներ չունեն ոչ քաղցրաշենում, ոչ էլ հարակից գյուղերում։ Մայիսյան առաջին կարկուտի ժամանակ էլ եկան, գույքագրեցին եւ հարցնում է այգեպան Գագիկ Պապը, ինչ եղավ, գոնե մինչեւ հիմա մի նորություն էլ չկա։ Այս եկեն այլ են 80% գրանցել են, որ կարգ դահված է, բայց այսքի 8%-ի երաշխիքություն է, որ ոչ մի բան չեն տա։ Քաղցրաշենի հարակից Շահումյան գյուղում էլ հողը դեռ թաց է։ Տիկին Արմենուհին արդեն նույնիսկ ամպերի գույներն է տարբերում, հստակ գիտի որտեղ որ պահին է կարկուտը խփում։ Երեք միայն մի մարդ է հասցրել փրկել, որ դառատ պոպոքաչափ կարկուտին ոտաբոբիկ է վազել։ Ծախելու պիտանի չի արդեն։ Կարկուտը ծեծած տեղն էլի կծեծի, հիդրոթերապևտաբանականից տեղեկացնում են, դրան դեռ պետք է սպասել։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գոլոյան, ժամը լրատվական։